Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս հուսով եմ ունեք բարձր տրամադրություն, որովհետև միացել եք մեզ եւ միասին պետք է այսօր պատրաստենք շատ համեղ ուտեստ, տաք ուտեստ կամ նախուտեստ, ինչպես կուզեք անվանեք, ահա բաղադրիչները արդեն սեղանին են, ես հորդորում եմ, որ օրը սկսենք նախաճաշով, շատ համեղ նախաճաշով, թեկուզ մեկ հավկիթ, թեկուզ մի կտոր հաց ու պանիր, մի կտոր հաց եւ մեղր, ինչպես ամեն առավոտ, յուրաքանչյուր առավոտ կրկնում եմ այս մասին, այսօր էլ բացառություն չէ, ես ուզում եմ, որ դուք անպայման նախաճաշեք, սովորություն դարձնեք նախաճաշը, որովհետեւ այն օգտակար է, ճիշտ է, հետևեք ձեր օրգանիզմի պահանջներին, բնականաբար շատերս վաղ արթնանալով մեկ անգամից չենք կարողանում նախաճաշել, մեզ քիչ ժամանակ է պետք ուշքի գալու, օրգանիզմը արթնացնելու, հետո նոր նախաճաշելու, դա կապ չունի, բայց անպայման այս ընթացքում վաղ առավոտից մինչ ճաշի ժամը փորձեք այդ ընթացքում որևիցե բանով ձեր օրգանիզմը հագեցնել եւ ասեմ ինչ ենք պատրաստում այսօր, մենք սունկ ունենք այստեղ, եթե տեսնում եք, բավականին մեծ չափի սունկ եմ ընտրել, այսինքն սա նշանակում է, որ մենք պատրաստելու ենք լցոնված սունկ, իսկ լցոնելու ենք այն հավի կրծքամսով, կարմիր պղպեղով, հենց սնկի տոտիկներով, այն կմանրացնենք եւ կավելացնենք մեր խճողակի մեջ եւ իհարկե այստեղ ունենք եւ թթվասեր եւ ունենք սուլուգունի պանիր եւս օգտագործելու ենք, ինչպես միշտ, ինչպես յուրաքանչյուր այն համեղ ուտեստների մեջ, որոնց բաղադրատոմսը պահանջում է պանիր։ Ահա, անցանք առաջ, սիրելիներս, սկսենք կամաց աշխատանքը, այս բոլորը ինչ որ նշեցի, մենք դեռ մի փուլ պետք է անցնենք, այս բաղադրիչները տապակենք, հետո սունկը արդեն լցոնենք եւ պանրով տեղափոխենք ջեռոց։ Հիմա սկսում ենք իսկական գործողությունները, ես հագնեմ իմ գոգնոցը եւ անցնենք առաջ, բայց մինչ աշխատանքը սկսելը մեզ մոտ մի փոքր դադար կլինի, հետո կվերադառնանք ու կշարունակենք, դուք մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ մեր շատ սիրելի հեռուստադիտողին, սիրելիներս, ես աշխատանքի մեջ եմ, փորձեցի այս ընթացքում, երբ գեղեցիկ այս տեսահոլովակն էինք դիտում մեր գործընկերոջ կողմից, ահա ես փորձեցի հավի կրծքամիսը մանրացնել։ Հիմա ինչ պետք է անենք, պետք է տապակենք այս համեղ միսը եւ իհարկե անցնենք առաջ, շարունակենք մյուս փուլը։ Ահա ես թավայի մեջ արդեն յուղը լցրել եմ, մեր հավի կրծքամիսը կտեղափոխենք թավայի մեջ, թող իրեն համար այսպես տապակվի, իսկ մենք կշարունակենք մեր աշխատանքը։ Ահա, իմիջիալոց ասեմ, որ պետք է կտրատել շատ մանր։ Սա կդնենք մի կողմի վրա, այլևս մեզ պետք չէ։ Ահա, սիրելիներս, ասեմ ինչու շատ մանր, քանի որ այստեղ սունկը անկախ նրանից, որ մեծ սնկի մեջ պետք է լցոնենք, այնուամենայնիվ այսպես ասած շատ տեղ չենք ունենա, դրա համար որքան բաղադրիչները միջուկը մանր կտրատված լինի, այդքան ավելի հարմար կլինի։ Տարածենք, որպեսզի տապակվի հավի կրծքամիսը ու անցնենք առաջ։ Այսպես, ինչ ենք անում հաջորդիվ, սիրելիներս, գիտեք, ես վստահ եմ, որ բոլորդ ծանոթ եք այս բաղադրատոմսին եւ շատերդ պատրաստել եք, գիտեք պատրաստման եղանակը, ես չէ, որ պետք է ձեզ ուղղություն տամ, բայց միասին եւս մեկ անգամ կրկնենք, հիշենք, թե ոնց է արվում այս ամենը։ Տոտիկը սնկի այս հատվածը հեռացնում ենք, որպեսզի էլի մանր կտրատենք եւ ավելացնենք մեր խճողակի վրա։ Ահա, շատ հեշտությամբ դուրս է գալիս, հենց ձեռքի օգնությամբ, ահա, տոտիկը հեռացնում ենք եւ այսպես։
Հաջորդը իմիջիալոց շատ թարմ եւ շատ լավ սունկ է։ Եթե այսօր չեք հասցնի բաղադրիչները ձեռք բերել, ապա կարծում եմ հանգստյան օրերին, շաբաթ-կիրակի օրը շատ լավ բաղադրատոմս է, որպեսզի ընտանիքի անդամներին հյուրասիրեք այս տարբերակով։ Ահա, ես սկսեմ մանրացնել սունկը։ Էլի շատ մանր կկտրատենք, սիրելիներս։ Բավականին մանր։ Սունկը, սիրելիներս, գիտեք, էլի շատ օգտակար մթերք է, շատ օգտակար բանջարեղեն է այն, իհարկե մեծ մասը հյութ է պարունակում, հեղուկ է պարունակում, համարյա 92-95% հյութ է, բայց այնուամենայնիվ ունի էլի շատ կարևոր վիտամիններ, որոնք պարբերաբար ընդունելիս մեր օրգանիզմը շատ կարող է թարմանալ։ Հիմա ամառ է, սիրելիներս, կարծում եմ սունկը շատ համահունչ է յուրաքանչյուր բանջարեղենի հետ, կարելի է շատ հաճախ համադրել եւ ինչու ոչ նաեւ մսամթերքի հետ, շատ համահունչ է սունկը, համարյա բոլոր ուտեստներում կարելի է ինչ որ ձևով այն օգտագործել։ Ես այս մասին շատ եմ ասել, բայց եւս մեկ անգամ կկրկնեմ, որ ընդհանրապես աշխարհում սնկերի տեսականին շատ մեծ է, շատ տեսականի կա։ Մի ամբողջ ասում են աշխարհ միայն պատկանում է սնկերին։ Այնպես որ կարելի է տարբեր սնկերով շատ տարբեր բաղադրատոմսեր պատրաստել։ Զուգահեռ փորձենք, այո, հավնել, հավի կրծքամիսն էլ հետևել, զգուշ լինել, որպեսզի չայրվի։ Ինչ հավելություններ ես դու պատրաստում։ Ես շատ եմ սիրում սունկ, դեպ նշեմ, եւ շատ եմ սիրում սնկով պատրաստված համեղություններ։ Այո, ես հենց նոր դրա մասին էի ասում, որ կարելի է յուրաքանչյուր մթերքի, բանջարեղենի հետ, մցամթերքի հետ օգտագործել սունկ։ Այսպես, ես արդեն ավարտում եմ այս փուլը, այո, եւ տեղափոխում եմ հենց հավի կրծքամսի վրա, որպեսզի Սա մենք ինչ պիտի անենք, պիտի լցոնենք արդեն այս հետո գնա ջեռոց, այո, շատ համեղ եւ համադրությունը այս ամենահոյակապ համադրությունն է, հավի կրծքամիս, սունկ, պանիր, թթվասեր, այս հոյակապ համադրությունը կարծում եմ բոլորին շատ դուր է գալիս եւ շատ բոլորի քիմքին հարիր է կարծում եմ։ Եթե այստեղ բացառենք, եթե չկա սնկի հանդեպ որևիցե ալերգիայի նշաններ, սա էլ որովհետև կան մարդիկ, ովքեր կամ չեն սիրում սունկ, կամ որևէ այսպես ազդակ ունեն։ Խնդիր ունեն սնկի հետ։ Եթե ամեն ինչ ասված է եւ հիմա process-ին բան չկա ավելացնելու, կարող ենք դադարունել։ Իհարկե, առայժմ ոչինչ չունենք, ոչ թե ոչ դադարի, այլ առայժմ ես պետք է կտրատեմ նաեւ պղպեղը, հետո միասին արդեն կհամեմենք ու կշարունակենք մեր գործը։ Այո, այս բան կարճ դադար կունենանք ու կվերադառնանք շարունակենք եթերը։ Բարի ողջույն մեր շատ սիրելի հեռուստադիտողին։ Սիրելիներս, հուսով եմ լավ եք, ձեզ լավ եք զգում, նախաճաշել եք արդեն, հիմա սուրճ եք ըմպում եւ միասին պատրաստում ենք օրվա բաղադրատոմսը։ Այսօր պատրաստում ենք սունկ լցոնված տարբերակով, այն պետք է լցոնենք այս համեղ միջուկով, այստեղ ունենք հավի կրծքամիս, ունենք սնկի մնացորդը, այսինքն տոտիկները եւ այստեղ ավելացրել եմ այս գունագեղ պղպեղը։ Հիմա պետք է ավելացնենք նաև համեմունքները ու սկսենք կամաց իմի բերել մեր օրվա բաղադրատոմսը։ Այստեղ ավելացնում ենք
Սխտոր, ես այստեղ մաքրել եմ սխտոր, ահա, մենք ունենք 3 պճեղ փոքրիկ սխտոր, փորձենք ճզմել այն, ահա, երևի թե մեկը ավելորդ էր այս պահին, այսպես, ահա, խնդրեմ, ահա, սխտոր ունենք ճզմած, սխտորը եւս այս բաղադրիչների հետ շատ համահուն չէ, կարծում եմ համաձայն եք ինձ հետ, եւ ավելի համեղ եւ հարուստ համ կտա մեր այս միջուկին։ Հիմա ավելացնենք մյուս բաղադրիչները, այսինքն համեմունքները, բնականաբար աղ, խմելի սունելի, այստեղ ունեմ շատ հետաքրքիր խառնուրդ, միքս տարբերակ էլի նախատեսված միջուկների մսամթերքի բանջարեղենի համար, կարող եք յուրաքանչյուր խանութից էլ ձեռք բերել խառնուրդներ, այսպիսի միքս համեմունք տարբերակներ, որոնք շատ համեղ են դարձնում ուտեստները, ավելացնեմ կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ, մի փոքր սիրելիներս ավելացնենք կծու կարմիր պղպեղ, որպեսզի հետաքրքիր լինի համը, իհարկե չենք չարաշահի, այնպես որ մի փոքրիկ այսպես զգացողություն տա կծվության։ Այսպես փորձենք խառնել։ Կարծում եմ շատ գեղեցիկ է նաև, ոչ միայն անուշ բույր ունի, այլ նաև շատ գեղեցիկ է։ Այսպես, սիրելիներս, այստեղ պետք է ավելացնենք թթվասեր։ Ահա, ես պատրաստել եմ թթվասերը արդեն։ Խնդրեմ, խառնենք։ Ընթացիկ բնականաբար կարելի է փորձել համը հասկանալու համար աղը, կծուն, ինչպիսի համ է ստացել, եթե պետք է որևէ բան ավելացնել նորից, եթե ոչ, հենց այսպես էլ կմնա։ Այսպես, սիրելիներս, ահա տեսեք, թթվասերն էլ նորմալ չափին եմ ավելացրել, իհարկե դուք նայեք, եթե ցանկանաք, որպեսզի ավելի հյութեղ դառնա, մի փոքր էլ ավելացրեք թթվասեր, իսկ եթե ոչ, կարծում եմ, այնքան որ մի փոքր թաթախվի թթվասերի մեջ մեր միջուկը, իմիջիայլոց կարող եք այստեղ ինչու ոչ նաև մի քիչ էլ ցանկության պարագայում մայոնեզ ավելացնել, որևիցե այստեղ մեծ բան չի լինի, շեղում չի լինի, այնպես որ ցանկության դեպքում կարող եք նաև ավելացնել մայոնեզ, մի փոքր թթվասեր, մի փոքր մայոնեզ, իսկ եթե ոչ, միայն թթվասերը բավարար է, այսպես թողնենք մարմանդ կրակի վրա, թող եփվի իրեն համար, մենք քերիչով անցկացնենք պանիրը, ահա ես տեսեք օգտագործում եմ սուլուգունի պանիր, քանի որ մենք այդ հնարավորությունը ունենք, շատ տարբեր տեսականի ունենք եւ սուլուգունի պանիրն էլ մեզ մոտ շատ առատ է եւ բոլոր համարյա բաղադրատոմսեր, այն ուտեստները, որոնք նախատեսված են պանրով պատրաստելու համար, սուլուգունի տարբերակ շատ հարմար է, կամ բնականաբար որևէ հալչող պանիր, ես օգտագործելու եմ սուլուգունի, դուք մոցարելա կարող եք օգտագործել, ահա, խնդրեմ, կարող եք նաև մոցարելան էլ օգտագործել, բնականաբար այս բոլորը մեզ տրամադրում է մեր լավ գործընկերը, Elo Labrankhanish-ը, դուք էլ գնեք եւ իհարկե վայելեք, այսպես։ Ահա, հիմա փորձենք քերիչով անցկացնել պանիրը եւ ամենավերջում, երբ ջեռոց տեղափոխելու լինենք, արդեն մեր սնկի վրա կավելացնենք, միջուկը կլցնենք, սունկը ուրեմն պանիրը կավելացնենք ու տեղափոխենք ջեռոց։ Իրականում պատրաստման եղանակը շատ հեշտ է, սիրելիներս, միայն պետք է բաղադրիչները ձեռք բերել ու անցնել գործի։ Շատ ժամանակ չի խլում,
Կարծում եմ կես ժամվա ընթացքում կարելի է բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարել եւ տեղափոխել ջեռոց։ Այսպես։ Եվ իմիջիայլոց այս ուտեստը ուրեմն կարծում եմ հյուրասիրությունների ժամանակ շատ գեղեցիկ տեսք ունի սեղանին, երբ հյուրասիրում ես, երբ դնում ես սեղանին, շատ ներկայանալի, շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր, գրավիչ տեսք ունի եւ ինձ թվում է բոլորն էլ շատ սիրում են։ Ադրինե Ջան, ինչով համադրենք այսօրվա մեր ուտեստը։ Ես առաջարկում եմ այսօր այս ուտեստը համադրել կարող ենք շուշանով այո, թթու օգտագործել։ Կարող ենք կողքին նույնիսկ Սուրեն ջան, մենք ունենք խորոված բանջարեղեն։ Ահա, արի հեռուստադիտողին էլ հուշենք, որ կարելի է սմբուկը, լոլիկը խորոված բանջարեղեն ունենք։ Մենք ունենք շուշան։ Այո։ Եվ ունենք ֆենխել, Շատ մարինովանի տարբեր ֆենխել։ Արի շատ շուշան։ տարբեր բաներ ունենք մենք այստեղ, ծիծակ ունենք, այս խոտերից, բույսերից ունենք եւ իմիջիալոց Սիրտս շուշան ուզեց։ հասկանում եք, սիրտս շուշան ուզեց։ Եվ բանջարեղենն էլ շատ տեղին կլինի, կարծում եմ, համադրել այս համեղ անմահական թթվային բույր եւ համ ու հոտ։ Այո, շատ համեղ։ Հրաշալի է։ Եվ այս այսպես։ պահածոների Ջևանի գինոգործարանի կողմից պարզապես խենթացնող են, հատկապես այս թթուների շարքը իմ համար ամենան են։ Համաձայն եմ։ Ինչ ենք անում։ Հիմա սիրելիս արդեն Դադար ենք տալիս մեր ռեժիսորը հուշեց։ Փաստորեն։ Ամեն բան պատրաստ է, մի փոքր աշխատանք է մնացել, քիչ ուշ։ Այո, քիչ ուշ, դադար, որից հետո կվերադառնանք։ Բարի առավոտ եւս մեկ անգամ, հուսով եմ մեզ հետեք ալիքը չէիք փոխել, որպիսի տեսնեք մեր բաղադրատոմսի շարունակությունը։ Սիրելիներս, այսօր պատրաստում ենք լցոնված սունկ, ահա սնկերը պատրաստ են արդեն, բնականաբար այս ուտեստը պատրաստելու համար պետք է ընտրենք ամենամեծ սնկերը եւ միչուկ ենք պատրաստել։ Միչուկը բաղկացած է հավի կրծքամսից, սնկի մնացորդից, պղպեղից, կարմիր կամ գունավոր պղպեղներ կարող եք այստեղ օգտագործել եւ մի փոքր թթվասեր ունենք ու իհարկե համեմել ենք բազմապիսի համեմունքներով։ Հիմա ժամանակն է լցոնել այն եւ վրան ավելացնել պանիրը ու տեղափոխել ջեռոց։ Անցնենք առաջ, մեզ մեկ գթալ է անհրաժեշտ, որպեսզի ներողություն Այսպես էլ է պատահում խոհանոցում, մեկ էլ տեսար ձեռքիցդ ինչ-որ բան թռնում է, ահա, անցանք առաջ սիրելիներս, ասեմ, որ այստեղ ես ավելացրել եմ շատ քիչ, յուրաքանչյուր սնկի մեջ ավելացրել եմ մի փոքր հալած յուղ, քանի որ այստեղ մենք տեսականի ունենք յուղի, այսպես եմ որոշել, որ պատրաստեմ եւ պետք է մինչ լցոնելը մի փոքր ուրեմն սև պղպեղ ցանենք սնկերի վրա, որպեսզի սունկը եւս համեմվի եւ մի քիչ էլ աղ սիրելիներս, շատ քիչ աննշան այսպես ցողենք աղով ու հիմա սկսենք լցոնել։ Այսպես լցոնում ենք մեր համեղ սնկերը։ Եվ միանգամից երևի թե դասավորենք մեր հրակայուն ամանի մեջ, որը պետք է տեղափոխենք ջեռոց։ Պատրաստման եղանակը շատ հեշտ է, բաղադրիչները իրականում հասանելի են եւ այնպես չէ, որ շատ բաներ է պետք այս ուտեստը պատրաստելու համար, ոչ մի քանի բաղադրիչ եւ այս համեղությունը մենք կստանանք։ Այսպես։ Այնպես անենք, որ բոլոր սնկերը ուրեմն լցոնենք, բավարարի մեր միջուկը։ Այսպես, խնդրեմ,
շատ հյութեղ, շատ համեղ է ստացվելու, բույրը արտակարգ է, սիրելիներս, միջուկի բույրը խոսք չունի։ Այսպես։ Մի փոքր սեղմելով հրենք ներս միջուկը, որպեսզի բավականաչափ տեղավորվի ներսում։ Այսպես։ Հուսով եմ կտեղավորվի մեր ամանի մեջ։ Իհարկե, երբ վելիս դեռ ծավալը կփոքրանա, որովհետև սունկը գիտեք, ասացի դրա մասին, որ շատ ինքը հյութ է պարունակում եւ ջերմության հետ շփվելով այն ծավալը փոքրացնում է։ Այսպես։ Մի քանի փշրանք էլ մնացել է, էլի կավելացնենք սնկի վրա։ Սիրելի Ադրինե, Ողջույն Սոնաս։ մեր երկուսի ամենասիրելի համադրությունն է, սունկ եւ հավի միս եւ շատ գեղեցիկ բույրը։ Այո, բույրը, ես սրան գալիս ես մտածում եմ, այո։ Ինչու այն չէ այսօր բույրերը չեն տարածվում տաղավար եւ չեն խանգարում մեզ աշխատել, հաճելի խանգարելի։ Այո։ Այս դեպքում Բայց իսկապես այո, այստեղ տեղից շատ բույրը արտահայտիչ։ Այո։ Եվ իհարկե ես այստեղ տեսնում եմ Էլոլա ապրանքանիշից ես դու օգտվել, հիշեցնենք եւս մեկ անգամ մեր շատ սիրելի հեռուստադիտողին, որ Էլոլա ապրանքանիշը առաջարկում է անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաեւ պանիրների լայն տեսականի, որոնցից կարող եք գտնել ձեր ամենանախընտրելին, առանձնացնել թե առօրյայի համար, թե տոնական առիթների համար եւ իհարկե այս ապրանքանիշը ունի նորույթ Սուլուգունի Բաստուր մահ համադրություն, որը շատ համեղ է եւ մենք թիմով փորձել ենք ու շատ սիրել ենք։ Այո, իրավաց ես շատ համեղ է, հուսով ենք հեռուստադիտողը արդեն փորձել է, որովհետև մենք բազում անգամներ դրա մասին խոսել ենք, նաև միասին հեռուստադիտողի հետ ճաշակել ենք, կտրել ենք, այստեղ ցույց ենք տվել, այնպես որ վստահ եմ, որ արդեն փորձել է։ Եվ դու առանձնացրել ես Էլոլայի պանիրը։ Այո, փաստորեն մեր գործընկերը զերծ չի մնացել ինչպես յուրաքանչյուր առավոտ այս ուտեստը պատրաստելու համար, եւ թթվասեր ենք օգտագործել միջուկի մեջ եւ իհարկե պանիրը հենց հիմա կլցնենք ուրեմն սնկի վրա մենք օգտագործել ենք Սուլուգունի տարբերակը, դուք ձեր ցանկությամբ յուրաքանչյուր տարբերակ էլ շատ տեղին կլինի, որովհետև այստեղ մեզ պետք է հալչող։ Ադրինը շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ է։ Եվ իհարկե այս ուտեստի հետ, որը իդեպ շատ 5 շաբթիին է սազում, այլի դու օրվա հետ շատ համահունչ ուտեստ ես պատրաստում, կառանձնացնենք շատ համահունչ գինի, որը կառաջարկի Իջևանի գինու գործարանը, իսկ այս ապրանքանիշը բազում գինիներ ունի, մեկը մյուսից ավելի սիրելի, այնպես որ կարող եք նախընտրել ձեր ամենասիրելի համը եւ իհարկե առանձնանում է պահածոների եւ հյութերի տեսականիով, որը հենց հիմա մեր էկրաններին տեսնում եք, շատ փոքրիկ հատված է գործարանի, որովհետեւ իրենց ապրանքատեսականին շատ մեծ է եւ այս ամենը իհարկե տնական համի ու հոտի մասին են հիշեցնում, կարող եք ձեռք բերել եւ ձեր հյուրերը ու ընտանիքի անդամները չեն էլ նկատի, որ տանը պատրաստված պահածոներ չեք ձեռք բերել։ Հաստատ, շատ ճիշտ ես, իսկապես սիրելիներ շատ համեղ է, չկարծեք մենք պարզապես այստեղ գովերքում ենք, անկեղծ եթե մեկ անգամ գոնե գնեք եւ փորձեք, մեզ հետ համամիտ կլինեք։ Եվ մինչև չփորձենք ու շատ չսիրենք, այդ մասին իհարկե եթերում չենք խոսում։ Անպայման։ Այսպես շատ գեղեցիկ է եւ շատ այո։ Տոնական 5 շաբթի է այսօր մազմած ստացվում։ Այո, շատ համեղ է լինելու, ես վստահ եմ, որ նաև ինչպես քիչ առաջ նշեցի, որպես հյուրասիրություն էլ շատ գեղեցիկ է այս սեղանին, շատ ներկայանալի է ստացվում եւ գրավիչ, անկախ քեզանից երբ տեսնում ես, արդեն նույնիսկ եթե չես սիրում, այսպես ուզում ես վերցնել եւ փորձել։ Այնպես որ սիրելիներս, եթե այսօր չեք հասցնի այս բաղադրատոմսը պատրաստել, ապա կարծում եմ շաբաթ եւ կիրակի օրերին, քանի որ վստահաբար հյուրեր էլ կլինեն տանը, կարելի է սա պատրաստել եւ հյուրասիրել։
Շատ Այո, հավես է շատ։ ամեն ինչ։ Այստեղ եւս կարող ենք մի քիչ ավելացնել։ Այո, սիրելիներս ամանի մեջ էլ պանիրը թափվեց, դա էլ հաճելի կլինի, մենք դա էլ կողքին կարող ենք մատուցել, կհալչի եւ այսպես ճոխ պանրային տարբերակով կմատուցենք այս համեղ ուտեստը ու կարծում եմ կվայելենք հաստատ։ Դե ինչ տեղափոխենք ջեռոց։ Այո, տեղափոխենք ջեռոց, համբերենք, սպասենք մինչ այն պատրաստվի։ Կարծում եմ մեզ 15 րոպե բավարար է, որովհետև միջուկը եփված է, պետք է սունկը շատ արագ կեփվի եւ կարծում եմ միայն պետք է հալչի պանիրը։ Այդ ընթացքում դիմանալու համար մենք կհյուրընկալենք մեր այսօրվա երկրորդ հյուրերին, կունենանք շատ հետաքրքիր հարցազրույց, մի պա կմոռանանք այս ամենի մասին, կփորձենք, ինչքանով կստացվի չգիտեմ, հետո իհարկե կշարունակենք։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո արդեն կդիմավորենք տաղավարում մեր հյուրերին։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա եկավ այն պահը, որ պետք է մատուցենք մեր օրվա բաղադրատոմսը։ Այսօր ասեմ, որ պատրաստել էինք շատ համեղ լցոնված սունկ, ահա ես արդեն պատրաստվում եմ մատուցել այն, այսպես շարենք գեղեցիկ ամանի մեջ եւ վայելենք։ Շատ լավ տապակվել է, ինչպես ասում էի, հյութը ամբողջությամբ դուրս է եկել եւ իհարկե սունկը պահպանել է իր տեսքը։ Դա էլ է շատ կարեւոր, որ ամբողջությամբ տեսքը տեղն է։ Այսպես։ Վերջում ես կզարդարեմ այն սամիթով եւ իհարկե ահա տեսնում եք կողքին մենք ունենք թթվի տեսականի։ Մենք Սուրենի հետ որոշեցինք, որ պետք է թթու մատուցենք այս համեղ ուտեստի հետ։ Ահա սամիթը հենց այսպես ձեռքով ես կլցնեմ, մի քանի կտոր շուշանի թթու կտեղադրենք ափսեի այս կողմի վրա։ Ահա գեղեցիկ ձևավորում է պետք, իհարկե գիտեմ դուք ավելի լավ գիտեք ինչպես կարելի է այն մատուցել, այս կողմի վրա էլ եկեք այս համեղ բամիայի թթուն տեղադրենք, ահա այսպես, սա թողնենք մի կողմի վրա, այսպես, և ձեզ ասեմ բարի ախորժակ, սիրելիներս, ամենալավն եմ մաղթում, բարձր տրամադրություն եմ մաղթում, առողջություն եմ մաղթում, ամենակարևորը, ձեզ հետևեք, թե ձեր առողջությանը, թե ձեր տրամադրությանը և փորձեք օրը դասավորել մինչև ավարտը շատ լավ, իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում և կհանդիպենք։